ընթացքում։ Պետք է կարային 200 սոված, չէ 200 հոգու կարային իրանք գերեվար էին, կար էդ հնարավորությունը, ճիշտ է, պատերազմը ճիշտ է ավարտվել էր, բայց նրանք մտել էին մեր սուվերեն տարածք, ճիշտ է, կարային իրանք այդ 200 հոգուն գերեվար էին ու այսօր այս հարցը լուծված կլներ լուծված, թե չէր լուծված, եթե ուսանք փոխանակման հարցեր լիներ, չէ, կարային, չէ, ասենք ասեն մենք ձերը հիմա կասեն մարդիկ պատերազմից հետո գերեվար էին, թազա հրահարում կսնե, չէ, ոնց ադրբեջանցիք են մեր տղեկին խծաբերդին գերեվարեցին, պատերազմը վաղտ ավարտված էր, չէ, որ իրանց գերեվարվեց են, բայց այդ խի ադրբեջանցիքին թուրքին կարելի է մեզի չէ։ Հիմա ինչքան եք այստեղ պատրաստում սպասել, ինչ գործողություններ ունեք։ Հեսա կտեսնենք, էլի ցավը տանեմ, հեսա կտեսնենք ինչա կատարվում, վերջապես նույնց եմ ասում, գոնե իրենց ողջամտությունը կաշխատի, որ իրանք կհելեն մեզի մի բան հստակ կասեն, հա, ձեր բան, որովհետև թե մարդաքանակի վերաբերվում ենք 30 հոգի պլյուս մինուս ընդ մի քանի հոգի չենք բանում, ասում ենք էդի կլի, որ պետք է հանդիպենք, տենայինք, խոսայինք։ Ղուկասյան հրաժարվում եք Սարգսյանի հետ հանդիպումից։ Ինչ ունեք Սարգսյանի հետ հանդիպել խոսալու, Սարգսյանի հետ մազերի չափ հանդիպել խոսացել եք։ Ամսի 27-ին եմ, որ ես եկել եմ այս շենքից փողոցի վրա, որ շրջադարձանեմ մեքենան կանգնեցեմ, Սարգսյան Արմենից մեքենայի դեմով եմ կանգնել, իր այդպես ես չերես մեքենայի պատոն զուրում, ու տեղեկացել եմ, որ գալիս են ստե ձեր շենք հյուր, սենց, ճակերտավոր հյուր, ու քիմացել եմ, որ մենք գալիս ենք, ես իրան ասել եմ, որ ծնողներով գալիս ենք։ Ելեք շգնացել է, դերը որ ասելու բաններ, կելեք ասել սպասենք տրան ինչ են գալի, ինչ են ասում, կասեմ կետ։ Հիմա ինչ ունի մեզի ասել, դե տողներ ասելու, տանցիկ սանյութում ասել։ Մեզ չէ, դե որ։ Իսկ մուտքի դուրը պահելը ինչ նպատակ է հետապնդում։ Դե որ ինչ-որ միձավով իրենց անհարմարություն բանանում, որ հասկանան, որ իրենց գործողությունները տեղաշարժարդը սահմանափակվում է, գոնե այդ առումով գետային ինչ-որ մի բանի կասեն չէ, արեք ես այդ 3-5 ասենա, արեք տեսեք, եկա շենքի աշխատանքը խաթար, հիմա որ գնենք, կարան գնենք փողոցը փագենք, ոնց պրաբլեմ, բայց այդ փողոցը էլի կփագենք, հարցետի չի, բայց փողոց փագենք էլի լիքը մարդկանց նեղություն չնած, ես նորից եմ ասում, խնդրում եմ նորից մեր ազգաբնակչությունը, որ ըմբռնումով մոտենան այս հարցին, որ իրանց տված այդ անհանգստությունը, անհարմարությունը, դա մենք հենց այնպես չենք անում, պրոստը մեր հավեսի համար, այդ երեխեքի ճակատագրով վերջես երգիրը պետք է զբաղվի, թե չէ, դու ոնց նայում եք զբաղվող չկա։ Խորհրդարանում են փորձում եք այս հարցը բարձրացնել, կարծեմ Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպում։ Երբեք խորհրդարանը մենք այս մենակ ոչ մեծ հարցներ, Անդրանիկ Քոչարյանից մենք ուրիշ պահանջներ ենք ասում, որը հետո որ ինքը ձևափոխեց ուրիշ ֆորմատ տվեց։ Մենք իրան ասում ենք պատերազմի այդ քննիչ հանձնաժողովի ղեկավարն ես, քննի, ճշտի, իմացաք ով էր Դավաճանով, Սրիկով, այս երկիրը այսօր երեխեքին ծախեց, ով այդ տղեկին մեջքից խփեց, ով միտումնավոր տարավ։ 2 տարուց ավել Պաշտպանության նախարարությունում է տարբերացաներում է ասում էի գեներալ Արուստամյան Կարենը հանցագործ է, 9-րդ ՊՇ-ի հրամանատարը։ Ես ասի, ես լսա, այնքան ասեցի մինչև Արուստամյան Կարենը ասում եք ինչ հարց ունենք, Վարդանյան Կամոյի մտերումն է։ Արուստամյան Կարենը, որը որ այս շենք բազմաթիվ անգամ մտել է արդեն ոչ ծառայության մեջ ելնելով, արդեն քրեական վարույթը վրան կար, Արուստամյան Կարենը այս շենք մտնում հելնում էր իր ընկերոջ մոտ, Հարավատարին։ Բայց Արուստամյան Կարենը 9-րդ ՊՇ-ն, այսինքն պատասխանատուն Ջաբրայել, Հադուտ ամենայն թեժ կետերը,
որ հիմա ռոզիսկի տակ է, հենա քննչական կոմիտեն էդի կասի, որ Արուստամյան Կարենը արդեն հետախուզման մեջ է։ Այն վաղտ որ չէր փախե, բախի չէիք բռնում։ Խիտ թողեցիք այն աստիճանի հասավ, որ փախավ։ Հիմա ես կարեմ մտածեմ, որ Վարդանյան Կամոնը այդ ամեն ինչին իրան օժանդակ է, որ ինքը կարեմ ունեմ այդ իրավունքը ունեմ, քանի որ իրան մտերին է։ Եթե բռնեին, այդ մարդը Արուստամյանը գեներալ, մայոր Արուստամյան Կարենը այդքան երեխու գլուխ տարավ կերավ, ինչի՞ չբռնել։ Դիքը հարց է կաց, հավը տանեմ, մի հաչ, երկու հաչ, ասես պրոստը ես չեմ կարող այս պայս են սաղ է, դի պետք է նստեմ, սաղ իմի բերեմ իմ հարցերը։ Բայց ես պայտակ խոսակցան մեջ, որ հիշում եմ, ասում եմ, ես չեմ քաշվում, չեմ վախում, ես անուններ եմ տան։ Ոչ մեկից է չեմ վախում, որտեղ ես իմ ապին պահանջը միշտ եղել է արդար, պարզ և մաքուր։ Ոչ իշխանություն եմ ուզել, ոչ չգիտեմ ես իմ հեղաշրջում եմ ասել, ոչ էլ ասել եմ ես մեկը վատն է, այն մեկը լավն է։ Իմ նոր բոլորն էլ մեկ է։ Ինձի կարևոր իմ երեխու ճակատագիրն է, որի վերաբերյալ 5 տարյա տեղեկություն չունեմ, ոչ թե մենակ ես իմ նման 190 հոգի։ Ես եմ Սեյ։